Նոյեմբերը ընթանում է հանգիստ, բայց հստակ ռիթմով։ Այն սահմանում է տոնը եւ հնարավորություն է տալիս նվագել վստահորեն եւ գեղեցիկ։ Որոշ նշանների համար այս ժամանակը հանկարծակի վերածվում է մեղեդու, որտեղ յուրաքանչյուր նոտա հնարավորություն է, իսկ յուրաքանչյուր անցում որոշում։ Հոլովակում կներկայացնենք կենդանակերպի նշանների մանրամասն դիմակները, որոնց համար աստղերը հատուկ իրադարձություններ են պատրաստել։ Իսկ ես ձեզ կասեմ, թե ինչպես է ամսվա էներգիան դրսևորելու ձեր գործերում, հարաբերություններում եւ ներքին վիճակում, եւ ինչ պետք է անեք այս բարենպաստ իմպուլսը գրավելու համար։ Կարիճներ։ Ձեր ներքին ուժի ժամանակը։ Նոյեմբերին կարիճը մտնում է մի ժամանակաշրջան, երբ ձեր թաքնված ուժը դադարում է լինել միայն ներքին ռեսուրս եւ սկսում է վերափոխվել իրական ազդեցության։ Սա պարտադիր չէ, որ լինի վճռական հաղթանակ։ Հաճախ ճակատագրական պահեր կհայտնվեն այն իրավիճակներում, որոնք պահանջում են ձեզ սահմանել հստակ սահմաններ եւ կատարել բարոյական վճռական ընտրություն։ Դուք կգտնեք հնարավորություն փակելու հին օղակները, հարաբերությունները կամ նախագծերը, որոնք ձեզ ներքև են քաշել, կարող են ավարտել, բացելով տարածք համագործակցության ավելի հասուն ձևերի համար։ Մասնագիտական հեռանկարները կապված կլինեն այնպիսի առաջադրանքների հետ, որոնք պահանջում են ձեր խորը վերլուծական հմտությունները եւ բարդ տեղեկատվությունը առանց խոճապի հիշելու ունակությունը։ Զգացմունքային առումով ամիսը նպաստում է գործնական ընդունմանը։ Դուք ավելի հեշտությամբ կճանաչեք կեղծ պարտավորությունները եւ կվերականգնեք ձեր էներգիան։ Արդյունավետությունը բարձրացնելու համար արժե հստակ սահմանել առաջնահերթությունները եւ խուսափել աշխարհը փակելու անհրաժեշտությունից։ Անհրաժեշտության դեպքում հանձնարարել ուրիշներին եւ ժամանակ հատկացնել վերականգնմանը։ Ձկներ։ Ոգեշնչման եւ ներդաշնակության ալիք։ Ձկների համար նոյեմբերը խոստանում է ստեղծագործական եւ ինտուիտիվ էներգիայի կենսունակ հոսք, գաղափարները հստակ կգան եւ շատերը կհաստատվեն իրագործելի։ Սա հիանալի ժամանակ է երկար ժամանակ մտածած նախագիծը փորձնական մեկնարկելու համար։ Հանրային արձագանքները կարող են գերազանցել սպասումները, քանի որ մարդիկ այժմ հատկապես ընկալունակ են անկեղծ արտահայտությունների նկատմամբ։ Անձամբ դուք կզգաք ներդաշնակության ալիք, եթե կենտրոնանաք ոչ միայն արտաքին նվաճումների, այլև ձեր ներքին հավասարակշռությունը պահպանելու վրա։ Կանոնավոր մարզումները, զբոսանքները եւ ստեղծագործական նիստերը կամրապնդեն ձեր ինտուիցիան եւ թույլ կտան ձեզ ընտրել լավագույն քայլերը։ Հարաբերություններում սա նուրբ փոխադարձության ժամանակ է։ Հին թյուրըմբռնումներն ավելի հեշտությամբ կլուծվեն, եթե խոսեք բաց եւ հարգալից։ Գործնականում կարևոր է կառուցել ձեր ոգեշնչումը։ Ստեղծեք գաղափարների կարճ ստուգած հերթիկներ, սահմանեք առաջին 3 քայլերը եւ փնտրեք գործընկերներ, ովքեր հմուտ են երազանքները իրականություն դարձնելու հարցում։ Ֆինանսական հնարավորություններ կարող են առաջանալ անսպասելի, համագործակցությունների կամ ձեր տաղանդի մեջ արժեք տեսնող մեկի աջակցության միջոցով։ Եթե կարողանաք համատեղել զգայունությունը գործնական պարզության հետ, այս ժամանակահատվածը խոստանում է զգալի առաջընթաց եւ անխափան նվաճման զգացում։ Ցուլեր։ Ձեր հաջողության համար ամուր հիմք։ Նոյեմբերը ցուլի համար ժամանակ է ամրապնդելու այն, ինչ դուք երկար եւ համբերատար կառուցել եք։ Կյանքը փոխող հնարավորություններ կգան ռացիոնալ որոշումների եւ ձեր ձգտումներում ներդրումներ կատարելու պատրաստական մարդկանց միջոցով։ Սա այն ամիսն է, երբ գործնական պրակտիկան վերածվում է իրական նվաճումների։ Ձեր ֆինանսական պլանի թարմացումը, բանակցությունների հաջող ավարտը կամ կարևոր փաստաթղթերի լրացումը հավանաբար կաշխատի ձեր օգտին։ Ձեր անձնական կյանքում կայունությունը կբարձրանա, եթե դուք ցուցաբերեք փոխզիջման պատրաստակամություն, միաժամանակ հավատարիմ մնալով ձեր հիմնական արժեքներին։ Ժամանակի փորձությանը դիմացած հարաբերությունները կդառնան հուսալի հիմք առաջիկա ամիսների համար։ Ձեր մասնագիտական կյանքում դուք կարող եք ստանալ առաջարկ, որը կարող է ամրապնդել ձեր դիրքերը։ Սա կլինի մի քայլ, որը պահանջում է զգույշ, բայց վճռական գործողություններ։ Ամսվա գործնական առաջարկությունները ներառում են պայմանագրերի վերանայում, հատկապես այն մանրամասները, որոնք ազդում են երկարաժամկետ օգուտների վրա եւ պահուստ հատկացնել անկանխատեսելի ծախսերի համար։ Սա կպաշտպանի ձեզ եւ կստեղծի կայուն աճի հիմք։ Զգացմունքային առումով օգտակար է ժամանակ հատկացնել հանգստին եւ ֆիզիկական պրակտիկային, որպեսզի ձեր համառությունը չդառնա ավելորդ ծանրաբեռնվածություն։ Եթե դուք մնաք պրագմատիկ եւ համբերատար, նոյեմբերը ձեզ ամուր հիմք կտա, որի վրա կարող եք վստահորեն կառուցել ձեր ապագա ծրագրերը։ Շարժվելով առաջ ձեզ կներկայացնենք շատ հետաքրքիր հորոսկոպ։ Նրանք միշտ գիտեն, թե ինչ են անում։ Կենդանակերպի այս նշանների ներկայացուցիչները ամենախոհ
խորամանկ մարդիկ են։ Խորամանկությունը պարտադիր չէ, որ բացասական գիծ լինի, երբեմն դա պարզապես իրավիճակը բոլոր կողմերից տեսնելու և ճիշտ արձագանքելու կարողություն է։ Որոշ մարդիկ կարողանում են հանգամանքներն իրենց օգտին օգտագործել, առանց մանիպուլյատորի տպավորություն թողնելու։ Կան կենդանակերպի նշաններ, որոնք միշտ մտածում են մի քանի քայլ առաջ և հազվադեպ են գործում առանց պլանի։ Նրանց միտքն ու խորաթափանցությունը օգնում են նրանց կողմնորոշվել ցանկացած իրավիճակում, լինի դա բիզնես, սեր, թե շփում։ Նրանց հետ երբեք հստակ չգիտես ինչի մասին են մտածում, բայց նրանք միշտ գիտեն ինչ են անում։ Կարիճներ Կարիճները հայտնի են նրանով, որ երբեք ոչինչ պատահական չեն անում։ Նրանք ամեն ինչում խորը իմաստ են փնտրում և հազվադեպ են ինչ-որ բան բաց թողնում։ Մարդկանց կարդալու և նրանց գործողությունները կանխատեսելու նրանց կարողությունը նրանց դարձնում է չափազանց խորաթափանց։ Նույնիսկ երբ նրանք հանգիստ են թվում, իրավիճակի ողջ վերլուծությունը տեղի է ունենում նրանց մտքում։ Ցանկացած հարաբերություններում կամ պլաններում նրանք ունեն հստակ սահմանված նպատակ, որին հասնում են մանրակրկիտ և առանց շտապելու։ Այծեղջյուրներ Այծեղջյուրները լուռ ստրատեգներ են, որոնք երբեք չեն թերագնահատում պլանավորման կարևորությունը։ Նրանց համար խորամանկությունը դեպի հաջողություն տանող ճանապարհ է, այլ ոչ թե ուրիշներին խաբելու։ Նրանք միշտ մտածում են երկարաժամկետ հեռանկարի մասին և հստակ գիտեն երբ գործել և երբ ավելի լավ է սպասել։ Նրանց սառնասրտությունն օգնում է նրանց պահպանել առավելությունը, նույնիսկ երբ մյուսները շփոթվում են։ Բիզնեսում և կյանքում նրանք հազվադեպ են կորցնում վերահսկողությունը, քանի որ կարողանում են ցանկացած իրավիճակ շրջել իրենց օգտին։ Երկվորյակները շփման և արագ մտածողության վարպետներ են, և հենց դա է նրանց դարձնում օդային նշաններից ամենախորամանկը։ Նրանք միշտ պատրաստի պատասխան ունեն և հեշտությամբ հարմարվում են ցանկացած իրավիճակի։ Նրանց խորամանկությունը հաճախ դրսևորվում է հումորի և հմայքի միջոցով, այդ իսկ պատճառով շրջապատի համար նրանց հասկանալը դժվար է։ Հասարակության մեջ նրանք կարողանում են խոսակցությունն իրենց օգտին ուղղել, իսկ կոնֆլիկտներում հազվադեպ են շփոթվում։ Նրանք ամեն ինչ անում են թեթևությամբ, բայց այս ինքնաբուխության հետևում թաքնված է սուր միտքը, որը ոչինչ պատահականության չի թողնում։